Ողջույն, այսօր միասին կպատրաստենք շատ համեղ ամառային խաշլամա, ասեմ, որ խաշլաման պատրաստելու ենք առանց ջրի, պատրաստելու ենք գարեջրով, հիմա ընթացքում կպատմեմ ինչ ենք անում, վերցնում ենք մեծ կաթսան, ձեզ հարմար չափի, տակ ավելացնում ենք կտրտած, կիսալուսնաձև կտրտած սոխերը, բանջարեղեններից ավելացնում ենք պղպեղ, հետո վրան դասավորում ենք 1 շերտ գարան միսը, ընթացքում ամեն շերտի հետ ավելացնում ենք աղը, ես աղը ավելացնելու ընթացքը չեմ նկարել, բայց դուք ամեն շերտի հետ աչքաչափով աղ ավելացրեք, հիմա առաջին շերտը վերջացնում ենք, հետո ավելացնում ենք կտրատած մաղադանոսը, 1 շերտ նորից կանաչ քաղցր կտրատած պղպեղները, նորից ավելացնում ենք լոլիկները, մեկ ամբողջական շերտ կլոր կտրատած լոլիկներ ենք ավելացնում, ընթացքում լոլիկից հետո նորից եւս մեկ անգամ նույնը կրկնելու ենք, ավելացնում ենք գարան միսը, շատ մոտիկ, գեղեցիկ դասավորում ենք, պետք չէ արանք մնա, երկրորդ շերտի միսն ենք ավելացնում, հերթով շարելու ենք, նորից նույն գործողությունը կատարելու ենք մի քանի անգամ։ Իդեպ ասեմ, որ խաշլամենը եփելու ենք 2 ժամ, ուղիղ 2 ժամ պետք է եփվի։ Չնայած նրան, որ գառը մատղաշ գառ է եղել, բայց գարան միսը շատ ծանրամարս միս է, պետք է զգույշ լինել եփման ընթացքը չխախտել։ Երկրորդ շերտ միսը վերջացրեցինք, նորից լցնում ենք կտրատած պղպեղները, ավելացնելու ենք լոլիկները, նորից մաղադանոսը կլցնեմ ընթացքում։ Դնում ենք 1 կծու պղպեղ, փակ վիճակում եմ դնում, որպեսզի շատ կծու չլինի, ավելացնում եմ մաղադանոսը, տեսեք ինչ գեղեցիկ է ստացվել, ինչքան որ գեղեցիկ է, այդքան էլ շատ համեղ է ստացվելու, լցնում եմ մնացած գարան մսերը, Սա արդեն երրորդ շերտն ենք ավարտում, նորից լցնելու ենք բանջարեղենները հերթով, սոխը, լոլիկը, մաղադանոսը, մի քանի շերտ էլ գարան դմակի մսից յուղից ենք դնում, որ ավելի փափուկ լինի խաշլաման, յուղայնությունը ինչքան բարձր է լինում, միսը ավելի փափուկ է լինում։ Եփվելուց հետո բերանում հալչում եմ միսը։ Երրորդ շերտն էլ ավելացրեցինք։ Հիմա դասավորում եմ վերջնական ամենավերջին շերտի միսը։ Ավելացնում եմ մնացած ամբողջ բանջարեղենը, սոխը, մաղադանոսը, պղպեղներն եմ լցնում, դասավորում եմ ամենավերջում լոլիկները, ասեմ, որ բանջարեղենի հյութը բարձրանալու է, գարեջիր ենք լցնելու, գարեջրի հետ
գարեջուրը լցնում ենք, 2 լիտր գարեջուր ենք լցնում բանջարեղենի հյութի հետ, ինքը կեփվի, ջուր հարկավոր չէ։ Դնում ենք գազօջախին, միացնում ենք ոչ շատ դանդաղ, ոչ շատ բարձր կրակի վրա, միջին կրակի վրա դնում ենք, եփում ենք 2 ժամ եւ պատրաստ է։ Շատ ախորժելի տեսք ունի, բարի ախորժակ։ Փորձեք, պատրաստեք եւ համտեսեք։ Տեսեք, պոկվում է, հալչում է